Չի կարող դժբախտ մարդը երջանկացնել աշխարհն ու դիմացինին։ Ուստի ամենաառաջինը կարողացիր երջանկացնել ինքդ քեզ, հետո կկարողանաս երջանկացնել մյուսներին։ Իսկ քանի դեռ ինքդ երջանիկ չես, անօգուտ է փորձել երջանկացնել դիմացինին, մարդկանց ու աշխարհը։ Դա չի ընդունվելու որպես երջանկություն։ Դա ընդունվելու է որպես ինքնակամ չարաշահվելու առաջարկ։ Մարդիկ շարունակ տրորելու են քեզ, օգտագործելու են քո ռեսուրսներն ու չեն գնահատելու, ոչ թե որ վատն են, այլ որովհետև քո մեջ չեն տեսնում երջանիկ մարդու, ով ուզում է երջանկացնել իրենց, այլ տեսնում են տխուր մարդու, ով ցանկանում է ծառայել մյուսներին։ Դու չես վառվում, բայց համառորեն ասում ես՝ ես կայրեմ բոլորիդ իմ ներսի երջանկությամբ։ Իսկ բոլորը տեսնում են, որ քեզանում կրակ չկա, երջանկություն չկա, ինչ այրվելու մասին է խոսքը։ Երբ մարդն իր ներսում երջանկություն չի գտնում, փնտրում է այն այլոց օգնելու մեջ, իր երեխաներին, հարազատներին, բնությանը, աշխարհին, կենդանիներին եւ այլն։ Երբ նա երջանիկ չէ, մյուսներին կարող է օգնել, բայց երջանկացնել երբեք։ Չբոցավառվող մարդը չի կարող կայծ լինել ուրիշի կրակի համար։ Երջանկություն ձեզ, սիրելիներս։